Եթե ունեք գլխացավեր, որոնք ուղեկցվում են նաև պարանոցի հատվածի ցավերով, թիակային և միջթիակային հատվածի դիսկոմֆորտով, ապա անհրաժեշտ է դիմել նյարդաբանի։ Ինչպես նշել էի նախկինում, գլխացավերը լինում են առաջնային և երկրորդային։ Այս տիպի գլխացավը պատկանում է երկրորդային տիպի գլխացավերին, որի հիմնական պատճառը հանդիսանում է ողնաշարի պարանոցային հատվածի ֆիզիոլոգիական դիրքի փոփոխությունը, ստատիկայի խանգարումը, ինչպես նաև տարիքային դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխությունները, հարկադրական դիրքը, օրինակ համակարգչի հետ երկարատև աշխատելը և այլ խնդիրներ։ Նմանատիպ պրոբլեմների ժամանակ անհրաժեշտ է դիմել նյարդաբանի, որից հետո կատարվում է ճիշտ ախտորոշում և որոշվում է անհրաժեշտ բուժումը։ Նմանատիպ խնդիրների ժամանակ տևական լուծում տալու համար անհրաժեշտ է անցնել վերականգնողական բուժում, որն իր մեջ ներառում է էլեկտրոպրոցեդուրաներ, ինչպես նաև շատ սպეციფիկ վարժություններ անհատական ընտրված ձեր ողնաշարի համար։ Եղեք առողջ։